Սիրելի բարեկամներ, ստուդիայում ձեզ հետ եմ ես, Արա Սարգսակ Նալչաջյանս, Լարմաս հաղորդաշարն է եթերում։ Հաղորդաշարի նպատակն է հայության համախմբումը։ Հարց է ծագում, ինչպես, ինչ միջոցով։ Պատասխան. նախ եւ առաջ հայոց ազգային գաղափարախոսությամբ, որ կոչվում է Լարմաս։ Մեր հաղորդաշարի ընթացքում ներկայացնում ենք հենց այդ գաղափարախոսությունը եւ այդ է պատճառը, որ հաղորդաշարը նույնպես կոչվում է Լարմաս։ Այսինքն առ Մասիս, դեպի Մասիս, ինչպես գիտենք, Մասիսը հայության գլխավոր խորհրդանիշն է։ Լարմաս հաղորդաշարի հերթական թողարկմանը հեռավար զրույցի ենք հրավիրել Ռուսաստանաբնակ հայ հայտնի բլոգեր, որը միաժամանակ զբաղվում է նաև իրավապաշտպան գործունեությամբ, այդ թվում հայության շահերի պաշտպանությամբ, Արմեն Ավագյան։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Բարև ձեզ։ Պարոն Ավագյան, ինչը ձեզ համոզեց, որ հայության համախմբումը անհրաժեշտ է։ Հայության ասելով նկատի ունեմ ամբողջ հայության, ամբողջ աշխարհում, հայկական աշխարհի համախմբումը։ Դե ինչպես մենք արդեն ունենք օպիտ, որ միշտ ամեն դժվար պահերին համախմբվել ենք ու հասել ենք ռեզուլտատի, չնայած այս վերջի իրավիճակների, որ շատերը վրազաչարավանի, այս մեր հիմնական հիմիկվա պետության պատճառով, բայց ես հավատում եմ, որ այդ մեր համախմբումը նույնպես Լարմասի միջոցով կվերականգնվի ու դա շատ կարևոր է, որտեվ առանձին մենք ոչ մի բանի չենք կարող գան, որտեվ մեր հարցերը այնքան դժվար է հայկական, որ առանց համախմբումը չի ստացվի, Բրազիլիայի վլաստու բոլորս լսել ենք, դե դրա հակառակն էլ միաբանվեք, ուրեմն կստացվի։ Հենց դա է արդյոք պատճառը, որ դուք աջակցում եք Լարմասին, թե այլ պատճառներ եւս կան։ Դա ամենամեծ պատճառներից մեկն է, որ տենալով Լարմասի ծրագիրը, որը ունի շատ լավ կոմպոնենտներ համախմբության համար, դրա համար ծանոթանալով ես как бы оценив այդ կոմպոնենտները հավատում եմ, որ Լարմասը այն իդեոլոգիան է, որ կարող է համախմբել մեր հայերին։ Դուք հավանաբար նկատի ունեք Լարմաս գաղափարախոսությամբ ներկայացվող ուղին, որը եռամիասնական մի գաղափար է, գիտելիք, աշխատանք, հոգևոր եւ որը հանդիսանում է սիրտը, շարժիչը այս գաղափարախոսության, որը հանգեցնելու է այն նպատակին, որը բոլոր հայերիս երազանքն է, ցանկությունը։ Այո, ծանոթանալով հենց այդ ձեր ասած երեք հատկությունները, որոնք բխում են 3-ը 1, 1-ը 3, ոնց որ երրորդությունը բացատրվում է, չէ՞, մենք քրիստոնյա լինելով, իմ դուրը շատ եկավ, որ դա ինձ դրթեց, որ Լարմասը здравая организация, что сможет соединить нас всех армян по всему миру. Իսկ ձեր դեպքում, պարոն Ավագյան, ինչպես է արտահայտվում այդ բաղադրիչներից յուրաքանչյուրը՝ գիտելիքը, աշխատանքը եւ հոգեվորը։ Դե հոգեվորի վերաբերյալ արդեն ձեր խոսքից զգացվեց, որ դուք հավատքով մարդ եք եւ հոգեվոր կյանքը հարազատ է ձեզ, բայց ամեն դեպքում այս երեքի մասին հակիրճ, եթե կարելի է։ Գիտելիք շատ գիտելիք գոյություն ունի, որ այս աշխարհի ամեն գրքերն էլ չես հասցնի կարդաս, բայց մեր իրավիճակում ոնց որ Աստծո խոսքի մեջ գրած է նույն ժամանակին ճիշտ ասած խոսքը բժշկում է օգուտ է բերում իմенно
գիտելիքը, լարմասի գիտելիքը ուսումնասիրելով ես տեսնում եմ, որ մեր հայկական իրավիճակի ընթացքում շատ կարևոր գիտելիք է, որտեղ գիտելիքներ շատ կան, բայց ճիշտ պահին ոնց որ Աստծո խոսքի մեջ գրած ժամանակա լացելու, ժամանակա խնդալու, ուրախանալու, քար գցելու, քար հավաքելու, հիմա ստեղ շատ կարևոր է, որ լինի ճիշտ այն գիտելիքը, որը ոչ թե տրավմիրով է տանում, այլ վերականգնող գիտելիք է ու այդպես։ Իսկ հաջորդ բաղադրիչը աշխատանք ձեր պարագայում ինչպես է այն դրսևորվում։ Պարագայում սկզբից ոնց որ խոսացինք արդեն գիտելիքից, եթե ճիշտ գիտելիք է ստանում, քո գործը արդեն действия այդ գիտելիքից է կախված, չէ՞, ինչով լցվում ես, այն էլ անելու ես։ Սկզբից միտքա ծագում, միտքը դառնում է գործ, հետո սկսում ես գործել։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր արմատայինը մենք քրիստոնյա ազգ լինելով մեր կապը Աստծո հետ է, որ աստվածային գիտությունը մեզ դաստիարակում է քրիստոնեական, որ մենք մարդավարի մեզ պահենք ու այդ ճիշտ գիտելիքները, որ մենք արդեն ստանում ենք, գործում ենք ու մեր գործերը այդ դեպքում կլինեն հաղթական։ Իդեպ ձեր բլոգը, որ վարում եք, դուք վարում եք ռուսերեն լեզվով, ձեր բոլոր տեսանյութերը ռուսերեն լեզվով են, որքան ես նկատել եմ, բայց այս դեպքում դուք ձգտում եք հայերեն ներկայացնել ասելիքը եւ հայերեն եք ներկայացնում, երբեմն որոշ ռուսական արտահայտություններ գործածելով, թեև կարող եք ամբողջությամբ հայերեն կամ ամբողջությամբ ռուսերեն ասել։ Ձեր ուղուն նույնպես իհարկե կանաչ ճանապարհ ենք մաղթում եւ կխնդրեի երրորդ բաղադրիչի մասին ասել, որը որքան ես հասկացա, շատ հոգեհարազատ է ձեզ, հոգեվոր ոլորտի մասին, ռուսերեն դуховность։ Այո, այդպես էլ կա, այո, հիմնականում որ դասավանդում եմ իմ բլոգերն ռուսերեն է, բայց փառք Աստծո, որ հայերեն էլ ստացվում, ուրախ եմ, որ հայերեն հնարավորություն ունեմ, հոգևորը շատ կարևոր է, մենք ասեցինք знание, գործել ու հոգևոր։ Ռուսերեն կստացվի знание, труд, духовность, հայերեն գիտելիք, աշխատանք, հոգևոր։ Այո, ինչ նենց հետաքրքիր է այս հերթականությունը, որ կարաս ոնց որ Աննա անունը, կարաս սենց էլ կարդաս, նենց էլ կարդաս, նույնա ստեղ շատ համակերպված է, որ սկզբից հոգևորն է, որը բխում է մեր հայկական վասպիտվությունը, հոգևոր է, էլի, որ մենք ընգածին չենք խփում, հյուրին չենք նեղում, այլ վերջին էլ կտանք, ամենալավն էլ կանենք, ու դա մեր հենց հիմնական քրիստոնեական внутренний կյանքն է, էլի, ու դրա համար մեր знанияն հոգևորից է բխում ու մեր գործերը դրա համար բարի են, մարդկային են, ու լարմասի մեջ ես տեսա հենց այդ մարդկայնությունը, որ կարա մի այդ իդեալոգիան որպես մարդկային կարա համախմբվի մեր հայերի։ Եվ այս ուղին տանում է դեպի հայության, թերևս կասեի բարձրագույն նպատակ, որպեսզի հայ հասարակությունը դառնա բարձր արժեքներով առաջնորդվող, այդպիսի գիտակցությամբ ապրող հասարակություն, երկնային ուղղվածություն ունեցող հասարակություն։ Իհարկե, որևէ մեկը հույս չունի, թե ամբողջությամբ ամբողջ հայ ազգը, ամբողջ աշխարհում եւ միաժամանակ այսպիսի բարձունքի են հասնելու, սակայն եթե մի մասը անգամ ազգի հասնում է, սա արդեն շատ մեծ բարիք է եւ հզոր ուժ է եւ դրանով այդ ուժով պայմանավորված երկիրը, պետությունը ծաղկում է։ Ահա սա է նպատակը, բայց այս նպատակը ինքնին միայն ինքը իրենով չի սահմանափակվում։ Այսպիսի վիճակի հասնելով չէ որ այլ ազգեր, այլ պետություններ տեսնում են կողքից, թե ինչպիսի կյանքով է ապրում Հայաստանը եւ նրանց մեջ ցանկություն է առաջանում հարելու Հայաստանին, Հայաստանից օրինակ վերցնելու եւ այս բարձր արժե համակարգող, առաջնորդվող
երկրից, Հայաստանից, այսինքն օրինակ են բերցնում նաև այլ ազգերը։ Ներկայությամբ դժբախտաբար այդպես չէ, սակայն դա է մեր նպատակը, որ մենք հասնենք դրան, որպեսզի օրինակ լինենք նաև այլ ազգերի համար։ Եվ այսպիսով, եթե օրինակ ես լինում այլ ազգերի համար, ձևավորվում է քաղաքակրթական մի բևեռ աշխարհում, որի կենտրոնը, կորիզը, շարժիչ ուժը դու ինքդ հանդիսանում ես որպես երկիր, որպես Հայաստան։ Եվ այս աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական միաժամանակ բևեռը հակակշռում է այն քաղաքակրթական բևեռին, որը այսօր աշխարհում առկա է եւ որը պետք է ասել դատելով արդյունքներից բարի բևեռ չէ եւ բարի արժեհամակարգի վրա չէ հիմնված նրա գործունեությունը, կենսագործունեությունը, այլ հիմնականում հիմնված է նյութական շահի վրա։ Հոգևոր բարձր արժեքները խորթ են կարծես թե այս բևեռին։ Այս նպատակը որքանով է համապատասխանում ձեր իդեալին, որպես մարդ, որպես հայ։ Շատ կուսակցություններ գիտեմ, շատ խմբեր գիտեմ, դե մեր գործի բնույթով ուսումնասիրում ենք, ոմանց հետ դաժե շփվում ենք, ուսումնասիրելով լավ մասը, տեսնելով ոնց որ ասում սրտից չես կարող էլի խաբես, երբ որ դու տեսնում ես միաբանական единомыслие, չէ, едино даже Աստված մեր Տեր Հիսուսը ոնց ասում, եթե երկուսով համաձայնվեք ինչ որ խնդրեք կանեմ, դա քրիստոնեական սեկրետ է, չէ։ Հիմա երբ որ ես զգացի, որ Լարմասի ծրագիրը իմ внутренний աշխարհի հետ համընկնում է, դա ուժ է, հələ դու գնա այդ երկրորդին կարաս ճարես вообще, դու կարող ես 1000 տարի ապրես այդ երկրորդին որ համաձայնես, սա հենց դժվարությունը նրանում է, համախմբության կարևորությունը նրան է, даже Քրիստոսը որ ասեց երկուսով ինչ համաձայնեք, հələ դու բայց գիտեք որ այդ երկրորդին էլ չես կարա 1000 տարի էլ չես կարա ճարես, իսկ երբ որ ճարում ես, պետքա ցենի տանես, պատկերացնում եք որ դու ոչ թե մենակ երկրորդին ճարես, 1000-ի ճարես, դրա համար Լարմասի մեջ, գիտեմ արմատները հոգևոր են, ոնց որ էլ դուք էլ, մենք հոգևոր մարդիկ ենք, քրիստոնյա, ես այդ հույսը շատ մեծ ունեմ ու տեսնում եմ։ Փաստորեն, պարոն Ավագյան, ձեր խոսքում կարծես թե ընդգծվում է այն մեխանիզմը, որով ազգային գաղափարախոսությունը համախմբում է մեր հասարակությանը։ Իհարկե, մեխանիզմը ընդարձակ է ավելի միայն այս կողմը չէ, բայց այս հոգեբանական միասնություն ապահովելու կողմը նույնպես կարծում եմ կարևոր է, համամիտ եք։ Համամիտ եմ, եթե հոգևորությունը գոյություն չունի, մեր հայ ազգը մենք որ դարերով մնացին գոյատևեցին, որ մեզ ուզում են իսլամացնել, մենք չենք ընդունում, մեզ խաչում են, գետերն են գցում, ձորից են գցում, դաժե կանանց, երեխեքի, որտեվ մենք ոչ թե որպես կրոն ենք, մենք մեր հպումը Աստծու հետ այնքան է, որ մենք չենք նայում դա որպես պետական կրոն, մենք այն ազգն ենք, որ մենք Աստծու որպես ասած, ոնց ասած մեր ամենօրյա կյանքի մեջ զգում ենք իր ձեռքը մեր վրա, մնացած եթե սա չլինի, մենք ուժեղ ենք հենց հավատքով, գիտեք, դաժե օգտվելով բայց կարող եմ ասել, այս վատ բաները, որ մեր գլխին եկավ, Աստծու խոսքի մեջ գրած է, երբ որ մենք գտնում ենք մեզ որպես Աստծու народ, ժողովուրդ, ուրեմն տեսեք Աստծու խոսքի մեջ գրած, երբ որ իմ ժողովուրդը ինձ թողի ու գնա կրքերի դիմի, այն ժամանակ ես ձեռս կքաշեմ իրա վրից ու օտար ազգերը կգան ու գերի կտանեն քո աղջիկին, վարել կտան, շատ դաժան է գրած, ոչ թե Աստված է դա անում, եթե մենք առ ենք համարում մեր կռապաշտությունին, վատ բաներ ենք անում, Աստծու ձեռը, ոնց որ ասած, Աստծու խոսքի մեջ գրած է, որ ձեր մեղքերն են իմ ու ձեր մեջ չեն թողում, որ ես ձեր հետ շփվեմ։ Դրա համար ես կոչ կանեի մեր հայ ազգը, ոչ թե ասենք, ինչ եմ արել, խի պետք է ապաշխարեմ, չէ, հենց այդ որ ասում ես մեղք չունեմ, դա սուտ է անում Աստծուն։
տենց գրած է, չէ, Հովանես Առաքյալն ասում։ Դրա համար կստացվի այն դեպքում, երբ որ մեր արմատական հոգևորը, արմատական ամեն ինչը, բխում է իմինը մեր, թե չէ, եթե դա չլինի, մնացածը կեղծավոր է, ինչ որ ուրիշ շահեր է մարդը, ոչ թե մարդասիրություն օգուտ բերել երկրին, այլ ինչ որ շահեր, որ ինչ որ միտեղ փող աշխատի, դրանից էլ գնում է կոռուպցիա, ծախում է իրան ուրիշ ազգերին ու մեր հայ ազգի վիճակը այսպես է այսօր։ Պարոն Ավագյան, իհարկե մենք խոսում ենք ազգի միավորման, համախմբման, կոնսոլիդացիայի մասին, սակայն միախմբում, բայց մյուս կողմից էլ բազմաթիվ տարբերություններ կան հայության մեջ։ Օրինակ, հայերը բնակվում են Սփյուռքի տարբեր երկրներում, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունները, հաճախ կտրուկ տարբերություններ են առաջանում այդտեղ։ Եվ նոր կամ մյուս տարբերությունը մարդկանց միջև իրենց գույքային ցենզով, սոցիալական կարգավիճակով տարբերություններ, տարիքային տարբերություն, տարեց եւ երիտասարդ, սեռային տարբերություն, տղամարդ եւ կին, կրթական ցենզի առումով տարբերություն, բարձրագույն կրթությամբ կամ առանց դրա կամ առանց կրթություն ունեցող եւ չունեցող, դաստիարակության, ավանդական արժեքների առումով կան մարդիկ եւ փառք Աստծո դրանք մեծամասնություն են հայության, որ ավանդական ազգային արժեքներով են կրթված եւ կան, որ այլ օտարոտի մեզ համար խորտ ինչ որ արժեքներով են կրթված։ Աշխարհայացքների մեջ տարբերություն, հավատացյալ եւ աթեիստ կամ այս կամ այն կրոնի ներկայացուցիչ, նույնիսկ լեզուներն են տարբերվում, արևելահայերեն եւ արևմտահայերեն։ Արդյոք այս ամենը չի խոչընդոտի համախմբել աշխարհի բոլոր հայերին, հայկական աշխարհը առհասարակ։ Գիտեք, իմ գործի բնույթով շատ ժամանակ միամիտել տարբեր աշխարհի ծայրերի հայերի հետ շփվելուց ես զարմացած եմ մնում, չնայած օպտել ունեմ ուրիշ ազգերի հետ եմ շփվում, տեսնում եմ ինչքան իրանք տարբեր են։ Մեր հայկականը ոչ թե էլ ինձ վերին աստիճանի ուզում եմ գովամ, ես զարմացած եմ մնում, որ մեր մեջ կոդ կա հատուկ, որ ես զարմանում եմ, դիալեկտներս տարբեր է, բանա, բայց այնքան կարևոր օբշի բառեր, նախադասություններ, բնավորություն, օրինակ բառը կարող է լինի, դաժե հայերեն ենք խոսում, բառեր կան տարբեր են, вообще տարբերվում են, չէ՞, բայց գործողությունը, դրվածքը, իր պահելաձևը, օրինակ շատ բառերից մեկը ցավը տանեմ, ջանիդ մեռնեմ, սաղ են ասում, էթում ես հյուրասիրությունը, մեր կուխնյան խոսքի տարբեր տեղերից ենք, բայց մեր կուխնյայի օրինակ դոլման, խորովածը, այնքան օբշի բաներ ունենք, Ամերիկայել ենք ապրում, նույն պրազնիկներն ենք պրազնվտանում, Ռուսաստան մենք էլ ենք անում, խաչկարը մեր սիմվոլիկ, որ դա մեր, որ չլինեն խաչկարները, շատ մեր հողերս չեն կարա դաժե ապացուցեն, որ դա մերն է։ Տեսեք, որ երկիր գնում ես, մեր կենտրոնը կա, եթե դաժե եկեղեցի էլ չլինի, խաչկարը պարտադիր է, դրա համար ոնց որ մի հատ ռուս տեր հայր, այս վերջերս այդ վիդեոն ես էլ էի եկալ էի մոտերը, ասում է հայերը, եթե ուզում եք ճիշտ իմանաք, աշխարհի իսկուսственնի ինտելեկտն են, որ առանց դրա չի լինի։ Ես այնքան եմ համաձայն, դաժե գիտեք, օրինակ ասեմ, դաժե եթե վատ հայել եմ տենում, մեկը իր մեջ այնքան կա, որ այս մեր կորիզները, այդ լավությունը, որ այդ լավ մեր հայկական կոմպոնենտները, դաժե մեր վատ հային էլ է կարում լավ հայ սարքել, ես ապշած զարմացած եմ, օրինակ մեր արմատները Ղարաբաղից են, չէ, ես ապրել եմ շենքում Հայաստան, 3 պատեզդանոց 5 հարկանի ու տարբեր տեղերից եկած հայեր, հա, կոնֆլիկտներ, ոնց որ ասած, ընտանիք չկա, որ կոնֆլիկտ չլինի, ուր մնաց շենքում ապրես ու կոնֆլիկտ չլինի, դա դա պարտադիր է, չէ, բայց ես զարմանում եմ, որ տարբեր աշխարհի ծայրերից եկած մեր սովորությունները, մեր այդ ինչ են ասում, պրազնիկները, օբշի բլուդները, մեր
համով բլութները շատ նման են ու դա ուրախացնում է, որ մեր ազգը այդ դրանով ալա, որ մեզ դժվար է ռազդելի տանելը, չի ստացվում։ Մեկա մենք լավ ենք իրար։ Այո, ինչքան էլ որ տարբերություններ լինեն, միշտ միավորող բաներ կգտնվեն եւ կան, իսկ ազգային գաղափարախոսություն արդեն հզորագույն զենքն է այդ միավորման համար։ Պարոն Ավագյան, Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը 98%-ը էթնիկ հայեր են։ Այնուամենայնիվ Հայաստանի ավելի քան 50,000 քաղաքացիներ այլազգիներ են։ Եզդիներ, քրդեր, ռուսներ, ասորիներ եւ այլ ազգությունների պատկանող մարդիկ։ Ինչ եք կարծում, կարող է արդյոք հայոց ազգային գաղափարախոսությունը լառ մասը տիտղոսակիր հայ ազգի հետ միասին համախմբել նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնություններին։ Եվ կխնդրեի հիմնավորել ձեր պատասխանը, թե դրական, թե բացասական։ Գիտեք, այս հարցը ամենաուժեղ հարցերից եմ գտնում, որովհետև մեր թշնամին իմ կոմենտարյաների մեջ եմ տենում, որ դա գրումա չէ, ու շատ դաժե հայեր էլ կարող է լինեն, մեզ շատ են խփում այս բանով միջազգային, որ եթե մենք լավն ենք, խենք այդպես մոնոէթնիկ ստրանա Իսյանյան, բայց ես ուսումնասիրելով այդ հարցը այնքան լավ պատասխան ունեմ, որ այդ թշնամու բերանը միշտ էլ փակում եմ, որովհետև դաժե սովետական միության ժամանակ մեր Հայաստանի դրվածքը եղել է այնպես, որ մեր հայրերը դաժե գնում էին Ռուսաստան էլի բան խոպան, ոնց որ ասած չէ, որովհետև Հայաստանում մեզ զորով էր հերիքում փող աշխատելու տեղերը, թեկուզ զավոդներ կային, հա մի հատ ցեմ զավոդ, մի հատ Հրազդան մաշպան, то есть մեր մոտ չկար այն, որ խոսքի ուրիշ ազգերը գային մեր մոտ փող աշխատեին, դե երեխեքին պետք է պահես, ընտանիքդ պետք է պահես, դաժե մենք ենք դուրս գալի, ու սովետը փլվելուց հետո նա մանավանդ մեր երկիրը մեզ հաց չկար ուտել տալունով, օտար երկիրը, օտար ազգը գա մեր մոտ ոնց ապրի, մենք չենք, պատճառը էկոնոմիկական չկար այնպիսի գործ, որը այդ մարդկանց պրիվիլեգիա տանել, իսկ մեր թշնամին օգտվելով դրանից, որ ռուսները թողեցին գնացին, ասում դուք քշեցիք, իրանք սպանելով են քշել, այդ վիդեոները YouTube-ում կա, աֆիցերների ոնց իրանց կնանիքին ռսները փախնում են, երեխեքի հետ լացում են, այդ YouTube-ում այդ վիդեոները կա, մեր մոտից չեն փախել, մեր մոտից գնացել են, որտեղ գործ չի եղել, զավոդները քանդվեցին, Էսյանյան, դրա համար մենք դառանք вообще էլի սպան, հիմա մեր ասորիցի եղբայրները, եզդի եղբայրները, օրինակ Նովոսիբիրսկում ուլիցը Երևանսկայա կա, որ մտնում ես շատ եզդիներ, ոնց որ ցելի գյուղով եկել են դեին ապրում, ոնց որ Հայաստան լինի, անունն էլ ուլիցը Երևանսկայա, իմ դուրը նենց եկավ, դե հայերեն էլ գիտեն, էլի շփվել եմ շատ լավ իրար հետ, դաժե Ռուսաստանում լավ աղբերներ են, բայց այդ ժողովուրդը չի փախել Հայաստանից, ոնց որ մեր թշնամին ուզում է այտենց ցույց տա, այդ մարդիկ Հայաստան գործ չի եղել, ինչպես մենք էլ որ գոյատևենք, օգնենք, դաժե Հայաստանին դուրս ենք եկել, մենք մոնոէթնիկ չենք, որ մենք այնքան վատն ենք, մենք հիշում ենք, որ օրինակ ես որ գնում եմ մեր գյուղ Ղարաբաղ, նստած ենք հաց ուտելու, պապս չէր սկսում, ասես ականջով լսում է, զաբորի տակով ով անցնում, սենց ասում է, այդ ով է, Ղարաբաղի լեզվով, ասում է, Միշա դա ես եմ, ասում է, արի մտի, հաց ենք ուտում, ասում է, կներես, ժամանակ չկա, ասում է, կհելնեմ եսա մի քիչ ժոսկի, ասում է, ոտդ հետևիցդ կպոկեմ, բայց Ղարաբաղի լեզվով, եթե չմտնես, то есть հասկանում եք մեր հյուրասիրությունը, ես որ եկա Ռուսաստան ապրելու, եկել էր խոսքի այդում տունը նստած հաց ենք ուտում, եկել է այդ տանտիրոջ երեխու հետևից, դաժե չասեցին էլ, արի մեր հետ կեր, բան, կային էլ սպասում է, մենք էլ, ես նստել եմ, ես չէի կարում հաց ուտել, ինձ ասում են, խիչ ես ուտում, մեզ չի կարելի հաց ուտել, երբ որ հյուրը կայնած է դռան մոտ, այդտենց մենք հայենք, մեզ չի կարելի խաբել ուրիշներին, մեզանից լեպի տանել, որ մենք այնքան վատն ենք, որ Ադրբեջանը ուզում է մեզ այդ լույսով տա, որ մեր հետ քիչ ազգեր են ապրում, քիչ չեն ապրում, բայց հիմա տեսեք, մի քանի տարվա ընթացքում, մենակ ինչքան լսել եմ, ստուգել եմ, երևի ճիշտ էլ է, եկարակ ուղեք, եթե 50,000-ից ավել օտար քաղաքացիություն են ընդունել օտար ազգերից,
Հայաստան նայում են բլոգներ, ռուսախոսներ կանչում են, ասում են եկեք, ինչքան լավ է Հայաստան։ Այդ տենում եք, թե թող թշնամին տենա լսի, պրոստա մենք այնքան վատ վիճակի մեջ ենք եղել, որ դաժե մենք չենք կարեցե մնանք ապրենք, ուր մնումա օտար ազգը գա։ Դրա համար փառք Աստծո ամեն ինչ վերականգնվում է։ Պարոն Ավագյան, դուք արդեն ավելի քան 40 դար է բնակվում եք Հայաստանից դուրս, Ռուսաստանում, եւ չնայած դրան ձեր խոսքում ասացիք մեր մոտից գնացին, նկատի ունենալով Հայաստանը, այսինքն դուք ինքներդ ձեզ ասոցացնում եք Հայաստանի հետ, ձեր մտածողության կենտրոնը այդուհանդերձ շարունակում է մնալ Հայաստանը, հայրենիքը։ Այո, դա ես որ ասում եմ, մենք ավտոբուսով եթում եմ ես ինձնից մի տարով մեծ է լինի, ես բարձանում եմ, ստեղ ինձ ասում են նստի, դա հարմարա, եթե ես դա չեմ կարում մեջիցս անեմ, ուր մնում է, որ ես չասեմ Հայաստանը մեր, դա ուրեմն պետք է հայ չլինես։ Ես դաժե ասեմ, այդ բնույթով որ դասավանդությունները լինում է ռուսերեն, էսյանյան, ուզած չուզած մտքերդ էլ է սկսում ռուսերեն, սկսում եմ մտածել ռուսերեն, բայց երևի ես ես ոչ մի տեղ չեմ ասել, առաջինը կլինի, որ ձեր հաղորդումին կասեմ, գիտեք, երբ որ շատ դժվար sense մոմենտներ ա լինում, դուք չեք պատկերացնում, ոնց հայերեն աղոթում եմ Աստծուն, ու դա չի կորցվի երբեք իմ մեջից։ Ես հասկանում եմ, հա, ռուսերեն էլ Աստված հասկանում, ուզում ես անգլերեն խոսած, ուզում ես ճապոներեն, բայց այնց է բխում ու ես դաժե ուրախանում եմ, որ այդ կոդը իմ մեջ կա, որ ինչ որ դժվար պահերին ես հայերեն եմ սկսում ու զարմանում եմ, որ այդ չի կորցվում, երբեք չի կորի այդ բառերը։ Դաժե խոսալուց զարմանում եմ, հեսա մի շաբաթ Facebook-ում սկսել եմ անել հայկական լեզվով հաղորդումներ, ուզում եմ ասել պերեդաչա, տեսակ ասի հաղորդում, օրեցօր այնքան լավ է, դաժե sense զարմանում եմ, ասում եմ, բայց ի՞նչ լավ բառեր եմ հիշում հայերեն։ Այո, եւ երկար տարիներ ապրելով Ռուսաստանում, այդուհանդերձ շնորհակալ եմ ձեզ, որ չնայած ձեր խոսակցական լեզուն այժմ հիմնականում ռուսերեն է, բայց դուք հատուկ մեր հաղորդման համար ձգտեցիք հայերեն խոսել։ Ճիշտ է, անհրաժեշտության դեպքում ռուսական բառերի օգնության դիմում եք, բայց այդուհանդերձ ձեր միտումը այն էր, որ հայերեն խոսեիք։ Շատ շնորհակալ եմ դրա համար։ Եվ մեր զրույցի ավարտին, պարոն Ավագյան, մի քանի բլից հարց, կարճ պատասխան խնդրեմ։ Ինչ ապագա եք տեսնում հայ ժողովրդի համար առաջիկա 5 տարում եւ ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Ես տեսնում եմ վերցնելով ուրիշ երկրների օպտը, որ մենք գիտենք, ամեն մարդ զբաղվում է իր պրոֆեսիոնալի ճանապարհով։ Երբ որ մեր Հայաստանում մենք սկսենք ցենի տանել այն հայերին, որոնք իրականում կարողություններ ունեն այդ պարագաներում աշխատել ու բերել օգուտ, դառնալով վարչապետ, նախագահ կամ տարբեր այդ ժամանակ օգուտ կգա։ Ու նույնպես ինչպես ես ասում եմ, որ ես որպես իրավապաշտպան ունեմ մեծ օպիտ, չէ, եթե ես զբաղվում եմ այս հարցով ու հայ ազգը գա կայնի իմ կողքին, մենք իրականում կարանք հասնենք շատ ուժեղ ռեզուլտատների, դրա համար ես այս ճանապարհը վերցել եմ իմանալով մենք կռվի ուժ չունենք, այսօրվա դրության բանակի չէ, բայց իրավաբանական ունենք, դրա համար կոչ եմ անում, որ միանան մեզ ու մենք կբերենք այդ օգուտը կարող է 5 տարից էլ դաժե շուտ մեր Հայաստանի համար։ Հաջորդ բլից հարցը, մեկ արտահայտությամբ, մեկ խոսքով կամ մեկ նախադասությամբ, ինչպես կարող եք բնութագրել Լարմասի առաքելությունը։ Չլավեչնեստ։ Ձեր ուղերձը այն հայերին, ովքեր դեռ կասկածում են, որ հայության միավորումը անհրաժեշտ է։ Իմ ուղերձը ոնց մենք խոսացինք, որ մեր պրինցիպները հոգևոր են, ու իմանալով, որ разделяй власть դա քանդեց մեր երկիրը, ուրեմն հակառակը, եթե ուզում ենք շինել մեր երկիրը, մենք պետք է միավորվենք։ Ես ոչ մեկին չեմ узում делать обвинить, потому что ситуация, которая многие армяне разочаровались из-за данного правительства, которое довело до того, что разделили нас, как бы и многие армяне разочаровались, и наше вот это объединение рухнуло, да, я все-таки призываю вас
проверить нас и всех, посмотреть, что есть шанс, и если мы объединимся вот вокруг нашей вот идеологии Лармаса, да, что которая человечность, и у нас все получится. Շնորհակալություն, պարոն Ավագյան, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Ռուսաստանաբնակ հայ Արմեն Ավագյանը։ Աստված ամենքիս հետ։ Deyel, 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 deyel.